Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի փոխվարչապետեր, կառավարության եւ ազգային ժողովի հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր։ Ողջունում եմ ձեզ այսօր Կենտրոնական բանկում 25 թվականի տարեմուտի միջոցառմանը։ Ավանդույթի համաձայն հավաքվում ենք Կենտրոնական բանկում ամփոփելու գների եւ ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները եւ տարին ֆինանսական համակարգի համար։ Հպարտությամբ կարող ենք փաստել, որ օրեցօր աճող գլոբալ անորոշությունների ֆոնին մեզ այս տարի եւս հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանում։ Բարձր տնտեսական աճի ֆոնին գնաճը ձևավորվել է ցածր եւ կայուն թիրախային մակարդակի մոտ, իսկ ֆինանսական համակարգը շարունակել է աճել կայուն տեմպերով։ Գների կայունության հարատեության ապահովման տեսանկյունից կարևորում եմ 2025 թվականին իրականացրած մի կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում, որն այսօր մեզ թույլ է տալիս ավելի ամուր դիրքավորվել ապագայի անորոշությունների նկատմամբ։ Հայաստանի Կենտրոնական բանկը կարողացավ այս տարվա հունվարից իջեցնել գնաճի թիրախը 4%-ից մինչև 3%։ Սա արդյունք էր դրամավարկային քաղաքականության շրջանակի վերջին տարիների բարելավումների, հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում ձևավորված հստակության, հայտնտեսությունում դիտարկվող կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների։ Սա նաեւ արդյունք էր այն գիտակցման, որ գնաճի ցածր թիրախն ավելի համահունչ է մեր հասարակության կողմից գների կայունության ընկալման հետ։ Սա այն ռեֆորմներից է, որ կարող է չերևա դրա կարճաժամկետ ազդեցության տեսանկյունից, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ սա երկարաժամկետում հասարակության բարեկեցության աճի կարևոր նախապայմաններից է լինելու։ Այս համատեքստում եւ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ռիսկերի խելամիտ կառավարման տրամաբանությամբ դրամավարկային քաղաքականության իրականացման պայմաններում տարեկան գնաճը 25 թվականի վերջին նոյեմբերի դրությամբ կազմել է 3.1%։ Անդրադառնալով ֆինանսական կայունությանը հարկ եմ համարում նշել, որ ֆինանսական հատվածը այսօր առավել քան երբևէ դարձել է մեր տնտեսության զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը։ Ֆինանսական համակարգի նպաստումը 25 թվականի տնտեսական աճին ըստ գնահատականների կկազմի 1.5%, իսկ աճի տեմպը մենք կանխատեսում ենք, որ կլինի մոտ 5.5%։ Իսկ ծառայությունների արտահանման մեջ ֆինանսական ծառայությունների արտահանման կշիռը գնահատվում է 10%-ից ավելի։ Վերջինս հատկապես մատնանշում է ֆինանսական համակարգի ծառայությունների մատուցման, աշխարհագրության ընդլայնումն ու համակարգի միջազգայնացումը։ Բացի այդ, բանկային համակարգի հարկերը 25 թվականին գնահատվում են շուրջ 160 միլիարդ դրամ, ինչն ավել է նախորդ տարուց մոտ 25%-ով։ Ֆինանսական համակարգը այսօր սակայն ապագայի նկատմամբ պատասխանատու հայացք ձևավորելու հանգրվանում է։ Այո, մենք ունենք բանկային համակարգ, որը դինամիկ աճող է, բարձր կապիտալիզացված, իրացվելու եւ շահութաբեր։ Բանկերը նաեւ երկրում կապիտալի կուտակման կարևորագույն օղակ են դարձել։ Պետք է նաեւ արձանագրել, որ բանկերը շարունակում են ակտիվորեն համագործակցություն իրական հատվածի հետ, ներդրումներ անելով էներգետիկ, արդյունաբերական եւ կանաչ ֆինանսների նախագծերում։ Այսօր սակայն դինամիկ կերպով փոխվում է ֆինանսական համակարգի ռիսկերի ներկապնակը։ Եվ այս կոնտեքստում մենք կարևորում ենք, որ բանկերը լոկ վարկային ռիսկի կառավարումից ավելի ակտիվ անցում կատարեն գործառնական ռիսկերի կառավարմանը, որի ուղղությամբ վերջին տարիներին մենք էական ներդրումներ ենք իրականացրել։ Այս առումով կարևոր է նաև ֆինանսական հաստատությունների կողմից շարունակաբար փողերի լվացման եւ աբեկցության ֆինանսավորման ռիսկերի զսպման, համապատասխանության կառուցատարկերի ներդրման գործառույթի հետևողական կատարելագործումը։ Անդրադառնալով ապահովագրական ոլորտին կարող ենք արձանագրել, որ ունենք զարգացող եւ ընդլայնվող ապահովագրական ոլորտ։ Նոյեմբերի վերջի դրությամբ ապահովագրական համակարգի ակտիվները տարեսկզբի համեմատ աճել են գրեթե 20%-ով, կազմելով շուրջ 116 միլիարդ դրամ, իսկ կապիտալը աճել է 13%-ով, կազմելով 32 միլիարդ դրամ։ Ուրախությամբ կարող ենք փաստել, որ տեսնում ենք ավստրիական հեղինակավոր Grave Group-ի եւ C Quadrat ներդրումային խմբի հետաքրքրվածությունը Հայաստանի ապահովագրական շուկայի նկատմամբ։ Վստահ ենք, իրենց մուտքով նման հեղինակավոր միջազգային կազմակերպությունները իրենց հետ կբերեն շուկայի որակական նոր մակարդակ եւ առաջարկվող պրոդուկտներ։
Հաջորդ տարի մենք նաև իրականացնելու ենք ապահովագրական ոլորտի օրենսդրական բարեփոխումներ, որը կարծում ենք նոր շունչ կհաղորդի շուկային, այդ թվում կյանքի ապահովագրության մասով։ Գալիք տարում աշխատանքներ են տարվելու նաև գյուղատնտեսական ապահովագրության զարգացման մասով։ Կարևոր է արձանագրել նաև, որ կապիտալի շուկան ևս սկսել է աճել արագ տեմպերով, որտեղ օրեցօր աճում է մասնավոր հատվածի ներգրավվածությունը, այդ թվում կառավարության օժանդակության և կենսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակցության շնորհիվ։ Կորպորատիվ կարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան 2025 թվականին հապել է 700 միլիարդ դրամի սահմանը, աճելով ավելի քան 60%-ով, իսկ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների ծավալը մոտենում է 1.5 տրիլիոն դրամ։ Այստեղ ևս մի փաստ կա, որ շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ էական մշակութային փոփոխություն է տեղի ունենում։ Մենք մի կողմից տեսնում ենք թողարկողների թվի աճ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից, իսկ մյուս կողմից տեսնում ենք բազմաթիվ փոքր ներդրողների մասնակցություն կապիտալի շուկայում։ Սակայն կարևոր է գիտակցել, որ ֆինանսական ծառայությունների ընդլայնումը, ֆինանսական նորարարություններն ու թվային ֆինանսների զարգացումը իրենց հետ բերում են նաև նոր մարտահրավերներ։ Եվ այստեղ կարևոր է, որ ֆինանսական հաստատությունները խելամտորեն հավասարակշռեն ռիսկերի կառավարումը նորարարությանն ուղղված իրենց ջանքերի հետ։ Այս տարի թվային ֆինանսական ծառայություններից օգտվող մեր բազում քաղաքացիներ բախվեցին զեղծարարության դեպքերի։ Թեպետ կարող եմ փաստել, որ համակարգը արձանագրեց իրավիճակին, ձեռնարկելով նպատակային և հասցեական քայլեր կանխելու նման երևույթների տարածումը, ինչպես նաև իրականացնելու հստակ միջոցառումներ քաղաքացիների առկա խնդիրների լուծելու ուղղությամբ, այս հարցը մշտապես պետք է լինի համակարգի ուշադրության կենտրոնում։ Այս ոլորտում պահանջվում է մշտական զգոնություն, թե ծառայություններ մատուցողների կողմից, նոր ի հայտ եկող սխեմաների բացահայտման և կանխարգելիչ քայլերի ձեռնարկման համար, և թե մեր քաղաքացիների կողմից։ Առաջիկա մարտահրավերներից է նաև պատասխանատու նորարարությունների հիմքի կառուցումը։ Այդ նպատակով 25 թվականի և գալիք տարվա Կենտրոնական բանկի գործունեության կարևոր ուղղություններից է կրիպտոակտիվների ոլորտում հետևողական և համակարգված աշխատանքը, հստակ, կանխատեսելի և համակարգված թափանցիկ կարգավորման դաշտ ձևավորելու նպատակով։ Մշակված կարգավորումների փաթեթը միտված է ապահովելու շուկայի բնականոն զարգացումը, միաժամանակ արդյունավետորեն պաշտպանելով սպառողների և ներդրողների շահերը։ Այս գործընթացը մենք իրականացնում ենք առավել բաց ձևաչափով, հրապարակելով նախագծերը և դրանք քննարկելով ոլորտի մասնագետների ու շահագրգիռ կողմերի հետ։ Այստեղ մեր ռազմավարական նպատակն է, որպեսզի Հայաստանում կրիպտո ոլորտը դնենք ճիշտ ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Վերջում ցանկանում եմ ընդգծել կառավարության և մասնավոր հատվածի գործընկերների հետ թվայնացման օրակարգի ուղղությամբ մեր համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը 25 թվականին։ Թվային հասարակության մեր տեսլականը հետևում է համաշխարհային լավագույն փորձին և կառուցված է թվային նույնականացման, կիբերանվտանգության և տվյալների փոխգործելիության հենասյուների վրա։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն, որն ունի անկյունաքարային դեր մեր հանրային տիրույթի թվայնացման օրակարգում, արդեն հնարավոր է դարձրել մի շարք հանրային և պետական թվային ծառայությունների մատուցումը։ Կարծում ենք, որ այս տարի այս ոլորտում հիմնարար օրենքների ընդունումը շատ էական զարգացում է լինելու թվայնացման ճանապարհում։ Կարծում ենք նաև, որ կառավարության և ազգային ժողովի գործընկերների ցավալի համագործակցության օրինակներից մեկն է։ Վստահ ենք թվային հասարակության կայացումն ուղղված է մեր ջանքերը նպաստավոր պայմաններ ստեղծելու նաև ֆինանսական համակարգում թվային լուծումների անվտանգ զարգացման համար։ 26 թվականին մեր ուշադրության կենտրոնում կմնան ինչպես ձեռքբերումների շարունակական ապահովումը, այնպես էլ նոր որակի խնդիրների լուծումը։ Մենք կշարունակենք աշխատել ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման ուղղությամբ, համադրելով փորձը և նոր զարգացումների նկատմամբ ճկուն ու հետևողական մոտեցում։ Շնորհակալ եմ ձեզ վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Թող գալիք տարին լինի կայունության, զարգացման և նոր հնարավորությունների տարի Հայաստանի և մեր ֆինանսական համակարգի համար։ Շնորհակալություն։